Նեմեսիսը գործողություն է, որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երեք թուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918 թվականին Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին։ Նեմեսիսը հստակ մարզին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից։ Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որ պետք է հայտնաբերեր փախստական դարձած եւ աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին։ 1919 թվականի վերջին բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հանրային գործիչ եւ հրապարակախոս Ավետիք Իսահակյանը գաղտնի հանձնարարությամբ գտնվում էր Բեռլինում։ Իսահակյանին կարգադրված էր հետևել Մեհմեդ Թալիաթ Փաշային նախ Ժնևում, ապա Բեռլինում։ Դեռ 1911 թվականին Կոստանդնուպոլսում ապրելիս Իսահակյանն առիթ էր ունեցել տեսնել Թուրքիայի վերնախավի որոշ գործիչների, այդ թվում Մեհմեդ Թալիաթին։ Ուստի հենց նա էլ ընտրվեց վրեժխնդրության օպերացիայի հերթական փուլում աջակցել Սողոմոն Թեհլերյանին։ Իսահակյանը Թեհլերյանի հետ բազում գիշերներ զննել ու ստուգել է Թալիաթի լուսանկարները։ Որքան էլ ծպտված ու կերպարանափոխված, միևնույն է, Իսահակյանը ճանաչում ու հաստատում է, որ դիմացի շենքի կասվածյալ վաճառականը հենց Թալիաթն է։ 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան ժամը 11-ին Թեհլերյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարտենբերգ պողոտայում ատրճանակից արձակած մեկ գնդակով սպանում է Մեհմեդ Թալիաթին։ Դատավարության ընթացքում գերմանացի հանրային գործիչ Յոհաննես Լեպսյուսը որպես վկա մերկացրել է երեք թուրքերին եւ նրանց պարագլուխներին։ Դատավարությունը ըստ էության վերածվել է Թալիաթի եւ Մեծ Եղեռնի մյուս կազմակերպիչների դատի։ Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճշմամբ 1921 թվականի հունիսի 2-ին Բեռլինի դատարանն անմեղ է ճանաչել 25-ամյա Սողոմոնին եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել։ Իսկ գերմանական մամուլը պահանջել է դադարեցնել Թուրքիայում 1912-ից 15 թվականներին Գերմանիայի դեսպան Հանս Վագենհայմի դեմ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության համար։ Թեհլերյանն ասել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց Մեծ Եղեռնի ամենագլխավոր պատասխանատուի Թալիաթի մահապատիժը։ 1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմին։ 1922 թվականի ապրիլի 17-ին դարձյալ Բեռլինում Արամ Երկանյանը եւ Արշավիր Շիրակյանն իրականացրին Բեհաեդդին Շաքիրի եւ Ջեմալ Ազմիի մահապատիժը։ 1922 թվականի հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը եւ Ստեփան Ծաղիկյանը Թիֆլիսում սպանեցին Ջեմալին։ Նույն թվականի օգոստոսին Միջին Ասիայում Հակոբ Մերքումովի գլխավորած զորամասերի դեմ մղված մարտերում սպանվեց Էնվերը։ 1920 թվականին Նեմեսիս գործողության շրջանակներում դատապարտվել եւ գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ։ 1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին։ 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսանին։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, որոնք սպանվեցին 1915 թվականին։ 1914 թվականին հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումենիայում Թալիաթին մահափորձ կազմակերպելու համար։ Ադուր Յասյանը դավաճանեց հայերին եւ հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին։ Աշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին։ 1922 թվականին, երբ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վտարանդի կառավարությունները ստորագրեցին բոլշևիզմի դեմ համատեղ պայքարի Պրոմեթևս նախագիծը, ՀՅԴ բյուրոն որոշեց դադարեցնել Նեմեսիսը։ Այս որոշումը միանշանակ չընդունվեց եւ պատմության ընթացքում ստացավ ամենաամոթալի որակումը։ Տարիներ անց Շահար Նաթալն առաջարկեց վերականգնել Նեմեսիսը, սակայն մերժվեց։ Փարիզում նա հիմնեց արևմտահայ ազատագրական ուխտը։